Ալբանում կարեկով ավական, կամ դե վական ուղեսին, բար ուղեսին, դեպում եմ ձեզ վաղեսներ միստը վարել։ Այն կողմից կան։ Ամբողջ կյանքս միշտ փոքր էի, հիմինոր մեծացել եմ։ Մեծերի հետ եմ ինգերություն արել, հիմա տեսնում ես ամենամեծին ես կարգ, 10 Ես առաջարկում եմ հայրմերով սկսենք։ Ոտքի կանգնենք հայրմերն ասենք, որ Աստված սրտես իմաստություն ու տերություն։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ հենքինք սեզ սուրբ Երիցի անուն քո, եկես ծրատկայություն քո, Երիցին կամ քո, որպես երկինս երեշտրի։ Զաց մեր հանապազոր տուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մեկ փողունք մեր ոնց վարտապանած։ Եվ մի տանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարել, զիպո է արկայություն և զորություն և փաղ հավիտյանս ամեն, իմաստություն հոր Հիսուս, տուր ինձ իմաստություն, ըսբարիս խորիր և խոսիր և գործիր, առաջի քո ամենայն ժամ, իչար խորրտոց, իբանից և ի գործոց փրկյազիս և ողորմյան քո արարածոց և ինձ բազմամեղից։ Ըս գործս ձեռաց մերոց ուղիղ արա իմ ես Տեր, ըս գործս ձեռաց մերոց հաջողյա մեզ Տեր, փառք, հոր և որդվո և ոգույն սրբո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Շնորհակալություն։ Նիստը հայտարարում են կացված։ Հայաստանի Հանրապետության թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 6-ի համար 19 որոշման համաձայն Գյումրի քաղաքի ավականին ընտրվել է և մատնանքները բաշխվել են հետևյալ կերպ. Քաղաքացիական պայմանագիր սոցիալական կուսակցություն 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցություն 8 մանդատ, Մեր քաղաքը կուսակցությունների դաշինք 6 մանդատ, Իմ հզոր համայնք կուսակցությունը 3 մանդատ, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք 2 մանդատ, Հայաստանի Հանրապետության թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 14-ի արձանագրության համաձայն հավականու անդամներն են ընտրվել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակից, որ չեն մասնակցում պիտի կատարան։ Հա? Ով տեղի թող ձենան։ Մինասյան Սարիկ Սամվելի, Մեգերչյան Բահա Քրաչի, Բասվեղյան Էմա Մասիսի, Ջիլավյան Մենայից լայն է։ Չէ, ոստաջան։ Անանյան Լևոն Գագիգի, Արամյան Շավար Շավամի, Հարությունյան Քնարի Կամլետի, Մանուկյան Հովանես Սամվելի, Բաղդասարյան Էդկար Սանասարի, Այրապետյան Գայլա Վարազդատի, Հակոբյան Անդրանիկ Էդուարդի, Բեկզատյան Նարեկ Հովանեսի,
Վերբուտյան Աստղիկ Գագիկի, Դավթյան Վահան Սամվելի, Նազարյան Լուսինե Հովանեսի, Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակից, Ղուկասյան Վարդան Կոլյայի, Արաքելյան Ավետիս Բուրգենի, Անանյան Լուսինե Հադոպի, Ղուկասյան Գևորգ Կոլյայի, Սահակյան Սեդրակ Ենոկի, Մեսոպյան Նարինե Մուշեղի, Հարությունյան Արտակ Սամվելի, Լալազարյան Կարինե Սոսի, մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից, Ադամյան Սվետլանա Իշայի, Գևորգյան Հովանես Մնացականի, Գասպարյան Լիզա Մելիքի, Գրիգորյան Կարեն Մարտունի, Բադալյան Կարեն Հրայրի, Եդիգարյան Վարդան Աշոտի, Իմ հզոր համայնք կուսակցության ընտրական ցուցակից, Մխիթարյան Ռուբեն Տավկի, Իրագոսյան Բահեր Սամվելի, Մոսոյան Սուսաննա Հակոբի, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, Սիմոնյան Կարեն Անդրանիկի, Մուրադյան Աննա Եղիշի, Համաձայն պետական ինքնակառավարման մասին օրենքի 66-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի հավականու խմբակցությունները ստեղծվում են նորընտիր հավականու առաջին նստաշրջանի բացման օրը հետևյալ սկզբունքին համապատասխան հավականու անդամների մատնանքների բաշխման մասնակցած կուսակցության առաջադրման ընտրված հավականու անդամները ընդգրկվում են նույնպես խմբակցություններով։ Այսպիսով Գյումրի համայնքի հավականու կազմում գործում են թվով 5 խմբակցություններ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն, Հայաստանի կոմունիստական խմբակցություն, Մեր քաղաքը խմբակցություն, Իմ հզոր համայնք խմբակցություն, Մայր Հայաստան խմբակցություն։ Դեղեկացնել նաև, որ հավականու առաջիկա նիստում հրապարակելու համար խմբակցությունները համայնքի ղեկավարին պետք է գրավոր ներկայացնել իրենց կանոնադրությունը, անվանումը, կազմը, ղեկավարի, քարտուղարի անունները և ազգանունները։ Գյումրի համայնքի հավաքականու հարգելի անդամներ, համաձայն Գյումրի քաղաքի, ես համայնք չեմ ասում, քաղաքի հավաքականու, յուզելական քաղաքը համայնք եք սարքել։ Գյումրի քաղաքի հավաքականու կանոնակարգի 94-րդ կետի հավաքականու առաջին նիստի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում։ Երկրորդ, համայնքի ղեկավարի ընտրություն։ Համայնքի ղեկավարի երթման արարողության հետ կապված կազմակերպական հարցեր։ Հանձնաժողովների կազմավորում։ Հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում։ Հավաքականու հերթական նիստի գումարման օրվա և ժամի սահմանում։ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում։ Ղեկավարվելով Գյումրի քաղաքի հավաքականու կանոնակարգի 88-րդ և 85-րդ կետերով հավաքականու որոշմամբ ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով և հաստատվում հանձնաժողովի կազմը հավաքականու խմբակցությունների կողմից ներկայացված հավաքականու անդամ հանդիսացող մեկական թեկնածուների։ Խնդրում եմ խմբակցություններին ներկայացնել մեկական թեկնածու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը ձևավորելու համար։ Խնդրում եմ լրացնել այդ նպատակով ձեզ բաժանված հայտերը
և ներկայացնել ինձ։ Սպասում եք ներկայացրեք, հետո անցնենք։ Ես խնդրում եմ օրակարգը հաստատենք, ինչ որ ներկայացրեցի, դնենք քննարկության։ Ովքեր են կողմ նմանատիպ օրակարգի։ Օրակարգի կապված հարցը պարոն Համեցեք։ Անի որ քաղաքացիական պայմանագրերը չի մասնակցում, այսօր հանձնաժողովների ձևավորումը նախագահների հարցերը առաջարկում են հեղափոխեք հաջորդ նիստը։ Քննարկի։ Ովքեր են կողմ նման առաջարկի։ Խնդրում եմ ձեր բարձրացնել։ Բանի շնորհակալություն օրակարգը հաստատվեց այդերի մեծամասն։ Ասենք հաջորդ հարցերի։ Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը։ Ղեկավարելով Գյումրի քաղաքի ավականու կանոնակարգի 85-րդ կետերով ավականու որոշմամբ ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով և հաստատվում հանձնաժողովի կազմը ավականու խմբակցությունների կողմից ներկայացված ավականու անդամ հանդիսացող մեկական տեխնազուրից ես արդեն բարձրացիս։ Հարցը դնենք քննարկության, այո։ Ով է կողմ, որ ինչ որ ընթերցեցի, կգազմենք։ Բարի։ Հումորը լավ է։ Շնորհակալություն մեծամասնությամբ անցած։ Ներկայացուցիչներ Ինչ։ Այներ հաշվով հանձնաժողովի համար ներկայացուցիչներ կան ֆրակցիաներ։ Ընթերցենք որ Ես խնդրում եմ իստերնակ բարեք այնպես, որ ես ազգային ժողովի թողնել պատգամավորները լիստած, այնպես, որ իրանք ուշատին ուշով մեզ հետևում է, սխալ չանենք։ Ինչ ենք անդրում ասը։ Ուրադյան է ամնը։ Այլ։ Ովքեր են կողմ ներկայացված անունացանների։ Լեր ձերմբա։ Կողմ եք բարի, ուշատիր եք։ Հրավիրում եք։ Հա։ Եկեք հրավիրում են, մենք հրավիրում ենք, այո, համաձայն ես ինչի, հրում ենք եկեք, լավ, նստեք ներերում, սենք հետո հավատվին։ Ներկայացնում եմ համայնքի ղեկավարի ընտրության անցկացման կարգը։ Համաձայն ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի 142.2 հոդվածի համայնքի ղեկավարի ընտրությունը անցկացվում է նորընտիր ավականու առաջին նիստի ընթացքում։ Առաջին նիստը անընդհատ է
բացառության տնտվիճման ու հանգստի համար նախատեսված ժամանակի մինչև համայնքի ղեկավարի ընտրությունը։ Քանի որ արտահերթ ընտրությունների արդյունքով որևէ կուսակցությունների դաշինք չի ստացել ավականու անդամների տեղերի 50%-ից ավելի, ապա համայնքի ղեկավարը ընտրվում է բաց քվեարկության միջոցով։ Ավականու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու։ Իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցությունների դաշինքի թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու։ Քվեարկությունը անցկացվում է քվեատերտիկների միջոցով, որոնցում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները։ Ավականու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որ ստանում է ավականու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավականու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ։ Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները։ Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածու։ Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն։ Քվեատերտիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց։ Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է համայնքի ավականու ընտրություններում առավել կողմ ձայներ ստացած կուսակցությունների դաշինք թեկնածուին։ Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունը անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո։ Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար։ Եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավականու անդամների ընդհանուր թվի 40%-ից, յուրաքանչյուր խմբակցությունից մեկ ներկայացուցիչ մոտենում է ամբիոնին եւ ներկայացնում համայնքի Գյումրի քաղաքի ղեկավարի իր խմբակցության թեկնածուի անունը, ազգանունը, հայրենամունը կամ իր խմբակցության անունից հայտարարում համայնքի ղեկավարի թեկնածու չառաջադրելու մասին։ Ժամանակավոր հաշվից հանձնաժողովը գրանցում է խմբակցությունների կողմից ներկայացված թեկնածուների անունները։ Սկսում ենք ըստ խմբակցությունների մանդատների թվաքանակի փոքրից մեծ հաջորդականությամբ։ Սկսում ենք Մայր Հայաստան խմբակցությունից։ Բարի թեկնածու առաջադրում։ Սելեքսիա